Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մենք հենց նոր մերժեցինք ընդդիմության առաջարկը ազգային ժողովի նիստերի օրակարգը ընդգրկել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը քննարկելու մասին, բայց մի հետաքրքիր իրոնիա կա, էլի, այս ամեն ինչի մեջ։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկա են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառք է կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Հայաստան դաշինքը, ձեր Հայաստան դաշինքի նախկին անդամ ինչ էր, Անդրանիկ Թևանյանը, այս վերջերս էլ նոր անդամ Հայաստան դաշինքից միացավ Անդրանիկ Թևանյանի բանին, ինչ ասեմ, պրոքսի ուժին, երեք տեսա Գեղամ Մանուկյանն էր խրոխտ կերպով պաշտպանում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր սրիկային։ Ու դուք եկել խոսում եք ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին, կառավարումը լիակատար ձախողել է Գյումրիում։ Ես մտածում եմ, ես անկեղծ լինեմ, շատ մարդիկ մտածում են, դե լավ, փաստորեն այս նախկինները վերադարձան Գյումրիում, գուցե մի փոքր փոխված լինեն ու այս անգամ կաշառակերությամբ չզբաղվեն։ Պարզվեց չէ, ընդամենը 6 ամսվա մեջ վերադարձան ըստ հակակոռուպցիոն կոմիտեի իրենց սիրելի զբաղմունքի։ Շնորհակալություն։ Ալխաս Ղազարյանը, անում է Վահագն Ալեքսանյան, համեցեք։